Դե եթե ուզում եք, օքեյ։ Բարև ձեզ, ու հա, ոնց հասկացաք, այսօր անդրադառնալու ենք այնպիսի մի երևույթին, ինչպիսին K-pop-ն է։ Սկզբից ուզում էի անել որևիցե վիդեո քննադատություն, բայց հրաժարվեցի տվյալ գաղափարից, դե որովհետև ցանկություն չունեմ ոչ մեկին վիրավորելու։ Նախապես ասեմ, որ ես բավականին հեռու եմ տվյալ ճյուղից, ու եթե հանկարծ ինչ-որ մի բան սխալ ասեմ, ապա ներեք ինձ։ Ու համեկ էլ շնորհակալություն Facebook-յան խմբերին, որոնք օգնեցին տվյալ վիդեոն պատրաստելու աշխատանքների մեջ։ Հղումները տվյալ խմբերի կարող եք գտնել վիդեոյի բացատրության մեջ։ Դե ինչ սկսում ենք։ Խև առաջինը բացատրեմ, թե ինչ է ես ներկայացնում K-pop-ը եւ ինչպես նա մտավ ընդհանրապես Հայաստան։ K-pop-ը դա մեկ բառով ասած կորեական pop երաժշտությունն է։ Վիկիպեդիանից օգնական։ Հայաստանում այսօրվա դրությամբ ինքը համարվում է արդեն սուբկուլտուրա, դե հայերեն ասած մշակութային խավ։ Երևի տենց է թարգմանվում։ Այդպիսի խմբեր են կազմում նաև գեյմերները, ռոքերները եւ ինչու՞ չէ նաև անիմեշնիկները։ Դե ինչ, երևի եկեք սկսենք ձեր ուղարկած երգերը լսելուն։ Դե ինչ, եկեք տեսնենք Իմ կարծիքով այս ամեն ինչը մի վիդեոյով նայել ու վերջացնել հնարավոր չի։ Սկսենք նրանից, որ երաժշտությունների մեծ քանակությունը ես լսել եմ Vkontakte-ով եւ այլ երաժշտական կայքերի օգնությամբ, եւ դա մինչեւ տեսահոլովակները դիտելը։ Երգերը լսելով իմ մոտ ձևավորվել էր շատ հետաքրքիր կարծիք, իմ դուրը նրանք անկեղծ գալիս էին, որովհետեւ դրանք դիտելով ես մի պահ հիշեցի իմ դիտած անիմեները, մանավանդ Տիտրաց Մերցին, Տակիսկի Գուլը եւ մնացածը, ինչ որ մտքերով ընկա։ Եվ իրոք որ ինձ անկեղծ տվյալ երգերը լսելուց ձևավորվել էր կարծիք, որ սրանք հավանաբար ինչ որ անիմեի կամ մեկ այլ այսպիսի կամ ինչու՞ չէ նաև դորամայի սաունդթրեքներն, որտեղ անկեղծ ծանոթ երանգներ էին նկատվում։ Դրանից հետո ես անկեղծ ցանկացա դիտել տեսահոլովակները եւ տեսա այսպես ասած մի փոքրիկ փաթեթ տեսահոլովակների։ Տվյալ տեսահոլովակները դիտելուց իմ մոտ մի հատ հարց էր առաջանում. ինչ կատակ հորինել գեյերի մասին։ Չէ, հանկարծ չմտածեք, թե ես այդպես եմ կարծում, որ իրոք որ տվյալ արտիստները, չգիտեմ, այսպիսին են կամ այնպիսին են, դա ուղղակի իմ տպավորությունն էր եւ վերջ։ Ես լանկեղծ ցանկացա էլ խորանալ դրա մասին, բազմապես որոշեցի կանչել իմ ընկերոջը եւ միասին դիտեինք։ Եվ իմ ու իմ ընկերոջ ռեակցիան մոտավորապես այսպիսին էր։ Чувак, что это? Вот это? Что это такое? Я не знаю. Что это такое? Что это? Вот это вот оно. Я не знаю, чувак. Что это такое? Ես իհարկե անկեղծ չեմ ցանկանում որևիցե ֆանատին կամ ընդհանրապես ինչ-որ մեկին վիրավորել։ Երբ որ ես որոշեցի ինչ-որ ինֆորմացիա գտնել, նու ես գտա մի քանի այսպես ասած ֆորումներում գտնվող հարցեր, միգուցե ինչ-որ թեմաներ, որտեղ գրված էր ինչու՞ չէ նաև այնտեղ մարդիկ այն սկրիներ էին, ինչ-որ դրել, ֆոտոներ էին դրել եւ այլն, որտեղ գրվում էր տվյալ այս կամ այն արտիստների օրիենտացիայի մասին։ Իսկ հիմա ընդհանուր տեսահոլովակների մասին։ Տեսահոլովակները բավականին յուրօրինակ են, սակայն այդպիսի արտասովոր բան ես չտեսա միևնույն է։ Որոշների նույնիսկ մոնտաժի աշխատանքներ եւ ինչ-որ սպեցէֆեկտներ նույնիսկ ավելնորդ են եւ ոչ այդքան տեղին։ Նորից կրկնեմ, ես չեմ ուզում կոնկրետ անուններ տալ, որովհետեւ չեմ ուզում վիրավորել կամ առավել եւս նեղացնել ֆանատներին եւ ընդհանրապես տվյալ ոճը սիրողներին։ Գիտեք ինչ, ես այս ամեն ինչը քննարկում եմ ու մի պահ մտքովս անցավ հին ու բարի 2012-13 թվականները։ Դու այդ ժամանակ ովքեր հիշում են գիտեն, որ այդ ժամանակ մեծամասնության կուրք էր համարվում Ջասթին Բիբերը։ Դե կհիշեք, այդ ժամանակներ նույնպես շատ աղջիկներ իր համար գժվում էին ու դրա հետ մեկտեղ նա ուներ մեծ քանակությամբ նաև խեյտերներ։ Իմ կարծիքով նույն իրավիճակը լրիվ հենց հիմա է այսօրվա դրությամբ, պարզապես փոխվել է ոճը եւ արտիստները։ Իսկ հիմա եկեք ամփոփենք արդյունքները։ Երաժշտությունը ընդհանրապես շատ լավն է ու բավականին լսելու պիտանի է ու երաժշտությունը ես գնահատում եմ 10 գարեջրի շշերից 9։ Իսկ տեսահոլովակի նկարանումը, մոնտաժը եւ ընդհանրապես երգիչներին ես գնահատում եմ 5 Ջասթին Բիբեր 10-ից, կներեք, ավել չեմ կարող տալ։ Տվյալ երաժշտական ժանրը բավականին հաջողակ է եւ ես նրան ցանկանում եմ նորանոր հաջողություններ եւ ձեռքբերումներ։ Իսկ ֆանատներին ցանկանում եմ իմ նման քննադատներից հեռու մնալ։ Դե ինչ, վիդեոն ավարտվում է։ Շնորհակալություն դիտելու համար, որ դրեցիք ձեր լայքը եւ քննարկեցիք։ Իսկ ես ցանկանում եմ հաճելի օր, բարի ախորժակ եւ միշտ նոր հանդիպումներ։ Ես էլ եմ երաժշտությունը ավարտելու։